Բարև տատիկ, այս պերաշկիները ժամանակին հաչում էին, թե մլավում։ Չէ, ուղղակի շատ էին անկապ հարցեր տալիս, բալես։ Բարև բոլորին։ Արմավիրի մարզի Կայֆաշեն գյուղում այսօր առավոտյան ոստիկանները այրել են խոտի դաշտ։ Ըստ բնակիչների ամեն ինչ կարգին է։ Ոնց եք, լավ եք Ժողովուրդ ջան։ Ինչ ես ուզում, դու ինչ ես ուզում։ Կդիմես լրատվական բաժին կպատասխանի քո հարցերի։ Դե ուրեմն խոչեն դոտի։ Իջացրու։ Չես գորում մերը, ինչ ես գորում մերը նա։ Ո՞ր նա փոխով տղայա, ո՞ր զերշպերի բանը հետա փոխել։ Կամիրան հեծնա հերացնում է։ Արա ինչ ես գարեշտում է աղջկան։ Բենում եք ասանիկով եմ մանգա։ Այ, վրնվեք, ախներյա։ Վրնվեք, եսով սիրատոնն ենք նշում։ Երտագրվեք։ Ես 8 տարի ամեն ամիս ստացել եմ $40,000 աշխատավարձ։ Վերջին շրջանում բարոն Ղարաբեկյան բոլորս ենք տեսնում, թե ինչպես են Հայաստանի Հանրապետության իշխանությունները թիրախավորել հայոց եկեղեցին, նրա քաղաքալին, հայոց հայրապետին, տարբեր հոգեբանականների անհիմն մեղադրանքներ հնչեցնում եւ պետական պաշտոններին ոչ վայել խոսքի բաց օգտագործում։ Դուք իբրև հայ եկեղեցու անդամ, հայ բարերար, ինչ կարծիք, ինչ գնահատական ունեք այս ամենի հետ կապված։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Բռնել են Սամոյին։ Էլեկտրական ցանց, թքածուն եմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ։ Իդիոտ։ Գարեգին բեն դժբախտացավ։ Սոյապտով են մոպս եկասածը, ձերին, հրինաման բարման գինովը սկեչած, թասը, ձերին։ Դաշնակ, մաշնակ, հանրապետական, հայասպան դաշինք, ինչ են հներից բանից կա, առաջ է եկել, թե բա մենք փրկում ենք Գարեգին բեին, փրկում ենք հայ առաքելական եկեղեցին։ Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից, զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Мой близкий друг Самвел Карапетян сейчас подвергается совершенно беспрецедентному давлению продажной, подлой, ничтожной власти, которая предала историю Армении, которая сдала Арцах, которая предала все святое, что было в истории армянского народа. Я депутат справедливой России. Я не выйду. Не буду я выходить. Вот давай. И теперь этот ничтожный туркол позволяет себе такое сообщение. Это вам не деревня Нижний Тапор в Калуге. Это Республика Армения. Надеюсь, вкус государства останется у вас во рту. Это сало, блядь? Бессмысленное сало. Это веганское сало из кокоса. Это он так заявляет на попытку абсолютно незаконного задержания настоящего патриота, человека, который сделал для Армении больше, чем какое-то это ничтожество. Создавший большое количество рабочих мест, вложивший сумасшедшие деньги в самые тяжелые моменты, когда была нужна помощь, первые, кому шли, это был Самвел. Աշխարհում տենում ես ինչ հա կատարվում։ Էլ մեր տարածաշրջանի վրայով ռակետները այս կողմից այն կողմա գնում, եկո աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին ա։ Մենք հղյուցա թես տվեք, ալա ստուգում ենք անում։ Տենակ հլա ով ա հղի, ով ա չբեր,
Ով է ես շատ գիտեմ, չգիտեմ ինչ, բանա, ուսուցությունը խախտվել է, ինչ արել, ամոթ է։ Ասում եք երեխեքին Facebook բան չմտնեն, փակել ենք տվել Facebook-ը։ Փակել ենք տվել ասե Facebook չմտնենք, երեխեքից չեմ թողում Facebook մտնեն։ Ամոթ է, դանով ենք կրթում։ Այդ անորաձև կրթությունը։ Человек безупречной репутации. За что это ничтожество начало войну с Самвелом? Потому что Самвел Савкевич выступил с заявлением в защиту армянской апостольской церкви. Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2021 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին, 2024 թվականին։ Այդ հարցերի մասին ես խոսել եմ, չեմ խոսել։ Ինչի եմ հիմա խոսում, որովհետև հիմա, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ այո, նաեւ որպես վարչապետ, առերեսվել եմ փաստի հետ, որ մեր սրբության սրբոցում տեղի ունենում պղծություն։ Какое мнение у меня должно быть? Давайте послушаем. Одна небольшая группа, забыв историю Армении, история армянской церкви, насчитывающая тысячелетия, устроила нападки на армянскую церковь, армянский народ. Поскольку я всегда был рядом с армянской церковью и народом, Ոնց կարանք մենք թույլ տանք, որ վեհարանում գտնվի մի մարդ, որը արհամարել է մայրաթոր Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք իր ստանձնած ուխտը, то я буду принимать непосредственное участие. Если не удастся политическим деятелям, то мы по своей части будем во всем этом участвовать. Вспомните, кто вы. Великий народ. Великой христианской традиции. մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է ուխտադրուժ երթմնազանց պղծաբարո ներկայությունից ազատվի։ Այն պարագայում, երբ հայ առաքելական եկեղեցու դեմ ոչ մի բան չկա։ Կա պայքար եկեղեցին զավթածների դեմ։ Առևտրականները, այսինքն բիզնեսմենները, ովքեր եկեղեցում են, տերտերի վարդապետի շորերով։ Բարև ձեզ Տեր հայր, կարելի է արդյոք նայել կիսամերկ աղջիկներին։ Բարև բալես, այո։ Իսկ մեր աղջիկներին։ Այո։ Իսկ ինչին չի կարելի նայել։ Սվարկին։ Կուսակրոնությունը խախտածները։ Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը մեկին ասեց պետական դավաճան, հաջորդ նախագահը այդ պետական դավաճանի նշանակեց ազգային անվտանգության քարտուղար։ Վիղծերը, խաբեբաները դրանց դեմ պայքարում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ վարչապետը իր թվում։ Բացին սկսվեց այդ ամբողջ Այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, այդ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության մասին էր եւ փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում կարող են գալ ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղերից եւ ինչպես իրենք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել եւ ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Հայաստանի Հանրապետությունը ունի արձագանքի կոնկրետ լծակներ եւ ես չեմ հանդուրժի ընդհանրապես որևէ մեկի լեզուն պատտվի տենց բան ասի։ Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, որ որևէ մեկի լեզուն չպատտվի տենց բան ասի։ Արզականցյանի տղեն էլ է խառնվել այդ պայքարին։ Ժողովուրդ ջան, արտարության կողմնակիցները իրանց խոսքը ասել են, ես էլ ուզում եմ իմ կողմից հավելացնեմ, որ 32 տարի ես իմ հորս տղեն եմ։ Հա պարզվում է Սամոյի տղեն է, Արզականցյանի տղեն չի։ Երբեք սենց հպար չեմ եղել, որ ես իմ հորս տղեն եմ։ Բայց ոնց որ Արզականցյանի նման էր խոսում։ Արտարությունը մեր կողմն է։
Սրանք բոլորը մի տիպի են, գրել կարդալ թոփալում են, գրել կարդալ չգիտեն, հայերեն խոսալ չգիտեն, տարիներ թալանել են երկիրը եւ հիմա էլ թքած ունեն Հայաստանի ժողովրդի վրա, Հայաստանի վրա եւ Հայաստանի հետսի վրա։ Էլեկտրական ցանց, թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ։ Հայաստանի Հանրապետության պետության դեմ ոչ մեկ չի կարող խաղեր տալ։ Հանգիստ վեր ընկեք տեղներդ։ Ուզում եմ մեծ կամազ ունեմ, բոլորն տակը գցում։ Մեկ որ շուկան փակվել է։ Ես գուզեմ որ ես մոլորակն քանդվի, ես աշխարհն ավիրի, երկրաշարժի, 50 բալ երկրաշարժի։ Բոլորը մահանան։ Ինչի՞ է բայց նման բան ուզում։ Լավ եմ անում։ Այդամ բանը զինվեմ, մոռացանք այդանից ոչ հրակետնիցաներ, ոչ շիվան չեմ եկալ է, մենակ անձնական բաները, անձնական զենք սա, մենակ անձնական զենքն է, կմտնենք տուն դրանք եկալ են բոյեպրիպասը, կալաշնիկներ կվեկալ եմ, իշերը օբեկտում մի հատ տրասի ռուշի մի, երկու մագազին տրասի ռուշի կանեմ, անասում ենք, անում ենք, արա կալիբր, Նիկոլ Անկոտրելին գնացել է Թուրքիա եւ առաջին անգամ մեր այս վերջին պատմության վերջին տասնամյակների մեջ ռեալ փորձ արվում, որպեսզի հարաբերությունները Թուրքիայի հետ նորմալիզացնի։ Թուրքիան մեր հարևան երկիրն է, ինչպես եւ Պարսկաստանը, ինչպես եւ Ադրբեջանը եւ Վրաստանը եւ բոլոր այդ երկրների հետ Հայաստանի հարաբերությունը պիտի լինի ստաբիլ եւ նորմալ։ Ես իմ անուշ Հայաստանի արևան բարձեմ սիրում։ Ты кто такая? Ой, кто такой? Юра, давай познакомимся. Извини меня, я не бритый. Просто Таня. Да. И мне вчера девчонки 3 избили нахуй. Рассекянг. Тебя где? Да, ну. Избили 2 девчонки? Да. Ты что, изнасиловать их хотел? Нет, да ну нахуй, троих где-то нахуй. Бить такого махонького-то? Блять, они знают ее. Ты псилуешь. Ты что там, Таню пытался изнасиловать? Ой, какую-то Таню, блядь. Рассекянг. Я была очень пьяная, я положила голову ему на колени в такси, и не успела я вообще очнуться, как я заметила там вот что-то уже у себя, извините, в голове. А потом я уже в квартире, и я вот голая, и вот я проснулась и не понимаю, как его звали, что за мерзавец вообще. Зато я шарика. Не было у меня. Давай ко мне, меня изнасилуй. Позволю. Ты охуела? Ты еще раз бабу тронешь, как не сама. На Евгеньевна. И я тебя сумею. Я спросила, тронь. Я сама трону. Русский кянг.
Վեշները Չինաստանից եմ, լայքի կազեմ որտեղից Յո, իրոք եմ, Գերմանիայից եմ։ I have no problem going to the hospital after this match. One-on-one, pay-per-view victories over Brock Lesnar. That's John Cena. Goldberg looks to do it tonight. And Brock Lesnar looking to establish dominance. And Goldberg moving Lesnar. Goldberg was unfazed. And believe it, a look of shock in the eyes of the beast who was planted. Սիմանուշ Հայաստանի արևան բարդեմ սիրում Բեմից ռազի ողբաբակ լացակումած դարդեմ սիրում Աննման ծարիքների ու բավարտերի բույրը վարման Ունայրյան աշիքների հեզաչում պարդեմ Սիրում եմ մեր երկինքը մուկ Ջրերը ջինջ լիճը լուսե Արևն ամրան ծմերվա Վիշապած այն բուքը վսեմ Մթում կորած խրճիքների ու վարդերի բույրը վարման ու նայրյան աղջիկների հեզ աչքում բարն եմ սիրում եմ մեր երկինքը մուկ ջրերը ջինջ լիճը լուսե արևն ամրան ծմերվա վիշապած այն բուքը վսեմ Մթում կորած խրճիքների այուր ընկալ պատերսել ու նամյակ աղակ Հարգելի եւ սիրելի հայեր ջան, բոլորիդ շատ սիրում եւ հարգում եմ, մնացեք բարով Ինչ լիճը լուսե, արևն ամրան, ծմերվա, վիշապած այն բուքը վսեմ Ուտում կորած հրճիքների, այուր ընկալ